Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է տեսաուղերձ, որտեղ հայտարարել է, որ Հայաստանը դուրս է եկել գոյատևման ռեժիմից եւ անցել զարգացման օրակարգի։ Նրա խոսքով կառավարությունը կենտրոնանում է ենթակառուցվածքների տնտեսական աճի եւ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վրա։ Ուղերձը հնչել է խորհրդարանական ընտրություններից առաջ, քաղաքական կարևոր փուլում։ Սերտել պատմության դասերը, դա ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ, եւ դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման եւ ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ Կարապետյանը։ Կուսակցությունը նախատեսում է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն վարչապետի թեկնածուների պահանջների վերանայման համար։ Քաղաքական դաշտում սա դիտարկվում է որպես լուրջ մարտահրավեր իշխանությանը։ Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ նպատակ ունեն ձևավորել նոր տնտեսական մոդել հիմնված ներդրումային խթանների վրա։ Վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը կարող է վերաձևել ընդդիմադիր բևեռի կառուցվածքը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 2.489.031 քաղաքացի։ Տվյալները կարևոր են ընտրական ակտիվության կանխատեսման եւ քաղաքական ուժերի ռազմավարությունների ձևավորման համար։ ԿԸՀ-ն նաև տեղեկացրել է, որ ընտրացուցակների ճշգրտման գործընթացը շարունակվում է։ Սպասվում է, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի առաջիկա շաբաթներին բարձր մրցակցային պայմաններում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հրապարակում են իրենց ծրագրերն ու տնտեսական եւ անվտանգային տեսլականները։ Վերլուծաբանները նշում են, որ քարոզարշավը մնում է ակտիվ փուլում, ներքին եւ արտաքին քաղաքական թեմաների խաչմերուկում։ Կուսակցությունները մեծ շեշտադրում են անում սոցիալական քաղաքականության եւ պաշտպանության ոլորտի բարեփոխումների վրա։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին հանրային բանավեճերը կդառնան ավելի ինտենսիվ եւ բովանդակային։ Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ավարտել է իր ելույթները։ Ոլորանավայրեջք մրցաձևում նա առաջին վայրեջքից հետո ցույց տվեց 1 ժամ 10 րոպե 12 վայրկյան արդյունք եւ զբաղեցնում էր 37-րդ հորիզոնականը։ Սակայն երկրորդ վճռորոշ փորձի ժամանակ հայ մարզիկը խախտում թույլ տվեց մրցուղում եւ որակազրկվեց, դուրս մնալով անփոփիչ արձանագրությունից։ Մոսկվայի դատարանը հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել Դոժձ հեռուստաալիքի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին, հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ Լրագրողը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ընդգրկված է օտարերկրագործակալների ցուցակում։ Հատկանշական է, որ նախորդին Կոտրիկաձեն հարցազրույց էր վարել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել էին հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու քաղաքական համագործակցության հեռանկարները։ Վճիռը լայն արձագանք է ստացել մեդիա եւ քաղաքական շրջանակներում, դիտարկվելով խոսքի ազատության շուրջ շարունակվող լարվածության համատեքստում։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ մոդուլային ատոմակայանի նախագիծը գտնվում է նույն նախագծման եւ սերտիֆիկացման փուլում, ինչ աշխարհի առնվազն 15 երկրներում նախատեսվող 51 նմանատիպ կայաններ։ Նրա խոսքով անընդունելի է նախագիծը քննադատել դեռ չմեկնարկած փուլում եւ այն ներկայացնել որպես փորձարկում Հայաստանի վրա։ Մեսրոպյանը նշել է, որ մոդուլային ԱԵԿ-ների առաջիկա առավելությունը պասիվ անվտանգային համակարգն է։ Վթարային իրավիճակում սառեցման գործընթացը կգործի առանց մարդկային միջամտության։ Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ կայանի բաղադրիչների 80-90%-ը արտադրվելու է գործարաններում եւ տեղում հավաքվելու լեգոյի սկզբունքով, ինչը նվազեցնում է շինարարական ռիսկերը եւ ժամանակը։ Երրորդ ռեակտորները տեղակայվելու են ստորգետնյա հատվածում, ինչը բարձրացնում է ֆիզիկական անվտանգությունը։ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդունել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներին, քննարկելու 2026-ի հունիսին կայանալիք ընտրությունների պատրաստվածությունը։ Ընտրությունների հարցերով ավագ խորհրդական Քսենիա Դաշուտինան հետաքրքրվել է ընտրական գործընթացի կազմակերպմամբ եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովմամբ։
Ղազարյանը նշել է, որ ՆԳՆ-ն պատասխանատու է ընտրողների ցուցակների կազմման եւ հրապարակման համար։ Նա ներկայացրել է տվյալների թարմացման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքային ոստիկանության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության կողմից։ Կողմերը կարևորել են ընտրությունների թափանցիկությունը, օրինականությունն ու սերտ համագործակցությունը։ Մեսրոպ Մեսրոպյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը թուրքական ընկերություններին հանձնելու կամ վաճառելու որևէ օրակարգ չկա, նույնիսկ տեսական մակարդակում։ Նա անդրադարձել է շրջանառվող լուրերին, համաձայն որի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ անցած տարի մեկնել են Թուրքիա, բանակցելու հեծի վաճառքի շուրջ, այդ պնդումները բնորոշելով որպես անհիմն։ Դա ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ։ Նման բան չկա օրակարգում, ընդգծել է Մեսրոպյանը։ ՀԾԿՀ նախագահի խոսքով էներգետիկ ոլորտի կառավարման հարցում որոշումները կայացվում են բացառապես օրենսդրական եւ պետական շահերից ելնելով։ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթակճյանը եւ Տեր Դանիել Սրբազան Ֆնդիկյանը Հայաստանից մեկնել են Ավստրիա, մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին։ Այս մասին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյան։ Ժողովը կնպաստի եկեղեցական գործընթացների համակարգմանը եւ տարածաշրջանային հոգեվոր համագործակցության ամրապնդմանը։